Հարգելի հայրենակիցներ, պարոն Պողոսյան, քանի որ ես չկարողացա ժամանակին չեկել եւ հարց չտվեցի, որոշեցի ավելի հարցերս այս ձևակերպել, ուրեմն իմ գործընկերները բավական մանրամասն խոսեցին եւ նկարագրեցին այն բոլոր դեպքերը, որով ուղղակի դժվար է չնկատել երկակի ստանդարտների բացահայտ կիրառումը։ Այստեղ ձեր բացատրությունները ինչ որ կային, մեղմ ասած համոզիչ չեն կարող լինել։ Իհարկե մենք սովոր ենք արդեն երկար տարիներ զգում ենք այս երկակի ստանդարտների հստակ կիրառումը, թե այս իշխանությունը գալով իշխանության, մինչև գալը իշխանության, ինչ սկզբունքներից էր խոսում, ինչերի մասին էր խոսում եւ ի վերջո գալով իշխանության նույն այդ դեպքերը ինչպես է նկարագրում, նույն ոստիկանական բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումները եւ մնացած շատ հարցերը։ Հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը, երբ որ ամեն գնով արդարացվում է, թաղապետի կողմից մարդուցեցելն է, ինչ որ sense արդարացնելու նրբերանգներ տրվում, մնացած շատ այլ դեպքեր։ Հիմա վերջին 4 տարիներին բազմաթիվ քաղաքացիներ խոշտանգվել են բողոքի ցույցերի ժամանակ, անհնազանդության ակցիաների ժամանակ եւ սրանց այս դեպքերից շատերը ձայնագրվել է մինչեւ հիմա YouTube-ում կան տեսանյութերը այդ ամեն ինչի, բայց տեսնում եք որ գործեր չեն հարուցվում կամ ձևական այսպես հարուցվում են քրեական գործեր, խոշտանգման հատկանիշներով եւ այդ գործերը ոչ մի ընթաց չեն ունենում։ Ես կուզեի ձեր ամփոփիչ ելույթում սրան ավելի մանրամասն անդրադառնալ, օրինակ, քանի ոստիկան է ենթարկվել պատասխանատվության կամ թեկուզ մեղադրանք առաջադրվել, հեռացվել համակարգից քաղաքացուն խոշտանգելու համար։ Ինձ գոնե նման բան ծանոթ չէ։ Օրինակ դեպքերից խոսեցինք, եղել է Արծվիկ Մինասյանի, գործընկեր Արծվիկ Մինասյանի դեպքը, որտեղ գործը կարճվել է եւ միայն նրա համառության արդյունքում դատարանը ստիպել է, այսինքն նորից գործը հարուցել եւ այն հետապնդել։ Հիմա խոսում եք օրինակ Աշոտ Սիմոնյանի հետ կապված գործին, ելի իմ գործընկեր, որտեղ հստակ երևում է տեսանյութերով ինչ է կատարվել եւ հարց եք բարձրացնում, ասում եք այ ինչի ինքը չի գալիս, չի ներկայանում հարցաքննություն տալու դատաբժշկական եզրակացության հետ կապված։ Այստեղ խոսք գնաց նաեւ Տիգրան Ուլուբաբյանի մասով, որտեղ ասում եք դե ինչ անենք, դատաբժշկի եզրակացությունը ցույց է տվել, որ վնասվածք չկա։ Խոսք գնաց նաեւ Սամվել Վարդանյանի գործի հետ կապված, որտեղ շատ զզվելի, զազրելի արարք է կատարվել իր հետ եւ այստեղ էլ ոչինչ չկա։ Հիմա ես լսելով այս ձեր արդարացումները զուգահեռ չեմ կարող իմ գործը չհիշել, որովհետեւ իմ դեպքում կա եւ ներկայացել եմ, եւ հաղորդումը տրվել է, եւ հարցաքննությունն ա եղել, եւ կա դատաբժշկի եզրակացությունը վնասվածքները հաստատող։ Ամեն ինչ կա։ Բոլոր գործողություններն արվել վերջացրել են, առրես հարցաքննությունները, ամեն ինչ։ Դեպք տեղի անցել 23 թվականի սեպտեմբերի 22-ին, ինչքան ժամանակ անցել, տարի ու կես կամ ավել, ոչինչ չկա, ոստիկանները շարունակում են աշխատել ու այդպես, կարծես այդպես էլ պետք է լինի։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպնազեկույցում նշել այդ դեպքը, անվանական կոնկրետ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասով, բայց այստեղ քննչական մարմինները քննիչը չեն տեսնում այդ ամեն ինչը։ Հասկանում եք, սրանք հարցեր են առաջացնում։ Սրանք լուրջ հարցեր են առաջացնում եւ այստեղ երբ որ մենք բարձրաձայնում ենք երկակի ստանդարտների մասին, սա օթից չի, սա մենք հստակ տեսնում ենք այս ամեն ինչը։ Քաղաքացիական պայմանագրի քարտուղարը, երբ որ ես հիվանդանոցում ոստիկանների վնասվածքներով Պարկացեի Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույց էր տալիս, երբ որ նույնիսկ Պետրոս Ղազարյանն ասում է, բայց լավ, հստակ երևում էր, չէ, ինչ էին անում ոստիկանները, ասում է, դե թող դիմեն իրավապահ մարմիններին, եթե խնդիր կա։ Դիմել ենք։ Ու ինչ։ Դիմել եմ։ Ինչ եղավ, ինչ որ բան փոխվեց։ Ինչ է փոխվել։ Այսինքն հասկանում եք, այնքան ակնհայտ է այս ամենը, որ այստեղ ինչ որ ամեն գործի հետ կապված փորձում եք մի անկյան տակ բացատրություն տալ։ Գոնե իմ դեպքում բացարձակապես դա տեղին չի ու զուգահեռ կա մյուս գործը, որտեղ չկա ոչինչ, այսինքն կա ամեն ինչ։ Կա դատաբժշկի եզրակացություն, որ ոստիկանները ոչ մի վնասված չունեն, անգամ քերծվածք։
դատաբժշկի եզրակացությունը։ Կան տեսանյութերը հստակ, որտեղ այնինչ իրենք են ասում, ոչ մի կերպ չի երևում, չկա նման բան, եւ կան նաեւ մնացած բոլոր ցուցմունքները, ովքեր չեն հաստատում այնինչ ասում է ոստիկանը։ Բայց մեկ հոգու ցուցմունքի վրա գործ է հարուցվում 2-ից 5 տարի բանտարկելու այսպես հույսով։ Հիմա այս ամեն ինչ ունենալով ինչպես մենք հավատանք ձեր խոսքերին։ Այսքանը։